Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է. երբ որ մարդը ծնվում է, իբրև մարմնի պահպանություն ստանում է մեկ պահապան հրեշտակ։ Երբ որ մկրտվում է, իբրև սուրբ մկրտության շնոր ու պարգև ստանում է երկրորդ պահապան հրեշտակ։ Հոգու եւ մարմնի պահպանության համար։ Երբ մարդը մահանում է, եւ հատկապես երբ որ քրիստոնյա է եւ գերեզման է դրվում, ասում է քահանան կնքեց եւ ասեց թող անշարժ լինի կնիքը տերունյան այս գերեզմանի վրա մինչեւ Քրիստոսի գալուստը, որ գալով կնորոգի փառոք փառքով։ Սրանք գիտես ինչ խոսքեր են։ Քահանան այս խոսքերն ասում է, թող այս կնիքը անշարժ լինի այս գերեզմանի վրա, կնիկ, անխախտելի կնիկ, մինչև Քրիստոսի գալուստ, որ փառքով փառքի պիտի նորոգի։ Հենց այդ պահից գերեզմանը դառնում է սրբատեղի։ Հենց այդ պահից երկրորդ պահապան հրեշտակը մարմնի նստում է գերեզմանի վրա ու պահպանում է սուրբ գերեզմանը քրիստոնյայի։ Բախի են գնում այնտեղ մենք աղոթք ենք անում, այնտեղ խունկ ենք ծխում։ Մյուս պահապան հրեշտակը երկինք է բարձրանում հոգու պահպանության համար։ Այսինքն այս երկու պահապան հրեշտակները պահպանում են քրիստոնյայի նշխարները, բա սուրբերի ոսկորները մենք ո՞նց ենք աղբյուր են կենթանարար աղբյուր են դրանք։ Մենք պիտի հարգենք սուրբերին։ Իհարկե ծայրահեղության մեջ չպիտի գնենք, էլի։